Պետական փոխարինող թերապիայի ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողությունը կխստացվի, խստորեն կապահովվի, որ յուրաքանչյուր ծառայություն ծառայի հիվանդի հնարավորինս արագ վերականգնմանը եւ կօգտագործվի այսպես կոչված օրինական թմրամոլությունը խրախուսելու համար։ Բացի այդ, այսօր ես խոսել եմ Վրաստանի առողջապահության նախարարին հնարավորինս շուտ ապահովել փոխարինող թերապիայի համար նախատեսված ենթակառուցվածքների հեռացումը խիտ բնակեցված տարածքներից։ Այսօր այս ենթակառուցվածքների զգալի մասը գտնվում է հենց խիտ բնակեցված տարածքներում, ինչը տեղի բնակչության համար հիմնարար խնդիր է։ Դա դժգոհություն է առաջացնում, ասել է Իրակլի Կոբախիձեն։ Քննարկում խորհրդարանում օմբուդսմենի ներկայացուցիչը քննադատորեն արտահայտվեց ընդհանուր դատարանների մասին օրենքում պատրաստված փոփոխությունների վերաբերյալ։ Քննարկումը տեղի ունեցավ իրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Հանրային պաշտպանը կարծում է, որ օրենքի նախագծի համաձայն այսօր սահմանված հրապարակայնության սկզբունքը էականորեն փոխվում է եւ բացության փոխարեն որպես հիմնական կանոն սահմանվում է արգելքը։ Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը չի համաձայնել արված դիտողությունների հետ, ինչը վեճի պատճառ է դարձել կողմերի միջև։ Ավելի վաղ հանրային պաշտպանը հայտարարություն էր տարածել եւ կոչ արել խորհրդարանին չքննարկել ընդհանուր դատարանների մասին օրենսդրական փաթեթը արգելված կարգով եւ քննարկել այդ փոփոխությունները Վրաստանի կանոնակարգով սահմանված ընդհանուր կարգով։ Օմբուդսմենի հայտարարության մեջ նշվում է, որ այսօր սահմանված հրապարակայնության սկզբունքը էապես փոխվում է եւ բացության փոխարեն որպես հիմնական կանոն սահմանվում է արգելքը։ Փոփոխությունները վերաբերում են այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են դատական նիստերի լուսաբանումը, արդարադատության բարձրագույն խորհրդի կազմավորման եւ դատավորների գործուղումների կանոնները, դատարանի ակտերի հանրային տեղեկատվության մատչելիությունը եւ դատական համակարգի գործունեության հետ կապված մի շարք այլ հիմնարար հարցեր։ Խորհրդարանը արագացված կարգով կքննարկի նաև խոսքի եւ արտահայտման ազատության մասին օրենքում նախատեսված փոփոխությունները։ Օրինագիծը վերաբերում է զրպարտությանը, մասնավորապես նախագծի համաձայն զրպարտության վերաբերյալ վեճերը քննարկելիս դատարանում ապացուցման բեռը կտեղափոխվի պատասխանողի վրա, մինչդեռ հնարավոր բարոյական եւ հեղինակության վնաս կրած հայցողը կազատվի պատասխանողի կողմից տարածվող փաստերի կարծիքը ապացուցելու բեռից։ Իշխող թիմը պնդում է, որ փոփոխությունները կստեղծեն ավելի մեծ պատասխանատվություն զրպարտության դեմ։ Խորհրդարանական քննչական հանձնաժողով չներկայանալու համար ձերբակալությունների թեման կրկին ակտիվ է։ Ընդդիմությունը դատարանի որոշումները համարում է անարդար եւ քաղաքական հետապնդում է համարում։ Այս ֆոնին նրանք հայտարարում են պայքարի շարունակության մասին եւ որպես հիմնական լծակ անվանում են միասնությունը։ Շալվա Պապուաշվիլին աջակցում է եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարություններին։ Բրյուսելը պետք է դադարեցնի դատական համակարգում քաղաքական միջամտությունը։ Ափսոս այն հաշվի չի առնում անցյալի դասերը։ Այս մասին սոցիալական ցանցում գրառել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Ինչպես նշել է վերջինս, եթե Եվրամիության բյուրոկրատներն ու քաղաքական գործիչները հավատարիմ լինեին եվրոպական արժեքներին, ապա վրաց ժողովուրդը պետք է լսեր նրանց ներողությունը Ստրասբուրգի դատարանի յուրաքանչյուր նման որոշումից հետո, գրում է խորհրդարանի նախագահը։ Խորհրդարանի քննչական հանձնաժողովի միջանկյալ զեկույցը ներկայացրել է Թեա Ծուլուկյանին։ Նրա խոսքով աշխատանքը գտնվում է վերջնական փուլում եւ կլինի ծանրակշիռ ամփոփ փաստաթուղթ։ Ծուլուկյանի խոսքով բանտում գտնվող ընդդիմության առաջնորդներին այսօր կրկին խնդրել են հեռակա կարգով մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, սակայն մերժվել է։ Հայաստանում ձերբակալվել է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։ Ավելի վաղ Սրբազան պայքարը հաղորդագրություն էր տարածել, որ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները շարժման առաջնորդի կենցավայրում քննչական գործողություններ են իրականացնում։ Քննչական կոմիտեն եւս հայտարարություն է տարածել, որ Սրբազան պայքար անվանումով շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել են Հայաստանի Հանրապետությունում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ըստ հայտարարության հանցավոր խմբի ղեկավարները իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար օգտագործել են հոգեբանական եւ քարոզչական բնույթի հնարքներ։
Հայտնի են մարդահամարի նախնական տվյալները։ Նախնական տվյալներով 2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմում է 3914 մարդ, որից 2078 կանայք են, իսկ 1836-ը տղամարդիկ։ Այս մասին ասվում է վիճակագրության ծառայության կողմից արված բնակչության մարդահամարի նախնական տվյալներում։ 2024 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության 34%-ը բնակվում է Թբիլիսիում։ Բնակչության թվաքանակով երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են Իմերեթին եւ Քվեմո Քարթլի տարածաշրջանները, որոնք կազմում են բնակչության համապատասխանաբար 12.9 եւ 11.2%-ը։